Կուզեմ ուղակի սրտից սիրտ այսօր սենց կիսվեմ ձեր հետ, այն ինչ որ Սուրբ Հոգին արթնացրեց իմ մեջ, և գիտեք այն երգերը, որ այսօր ընտրել էին շատ համապատասխան է, այն խոսքին, այդ մտքին, ինչը որ իմ մեջ բարձացավ, ես ընդհանրապես չենք պայմանավորվել փառաբանության թմի հետ, բայց շատ այսպես այն թեմայի մեջ էր, ինչը որ այսօր սրտումս կա ուղղակի կիսվելու, խոսալու, ես ուզում եմ սիրելիներ խոսամ հենց Քրիստոսի մասին, Հիսուսի մասին եմ այսօր ուզում խոսամ։ Գիտեք, շատ կարևոր է, որ մեր անձնական կյանքերի մեջ Քրիստոսը լինի կենտրոնում, և շատ կարևոր է, որ եկեղեցու մեջ նույնպես Քրիստոսը լինի կենտրոնում, որովհետև նա է այն անձը, այն էությունը, որի վրա որ մենք պետք է ֆիքսած լինենք մեր հայացքները, մեր սրտերը, մեր ճանապարհները, մեր կյանքի ուղղությունը, և նա է այն ժայռը, որի վրա որ մենք կառուցում ենք մեր հավատքի կյանքը, մեր ընթացքը, և Աստծո խոսքը ասում է, նա է այն անկյունաքարը, իրականում գիտես, եթե եկեղեցին կենտրոնացած չի Քրիստոսի վրա, այդ եկեղեցու ողջ գործունեությունն է անիմաստ, որովհետև նա է կենտրոնը սիրելիներ, նա է ամենաթանկը, միածինը, և ես այսօր ուզում եմ խոսանք մի քիչ նրա մասին, որովհետև շատ ժամանակ գիտես մեզ համար այնքան էժանանում է, այնքան սովորական է դառնում կարևորագույն բաները, մենք մտածում ենք ու կարծում ենք, որ կարծես թե այդ հարցերը ամեն բան լուծված է մեր մոտ, ամեն բան լավ է, բայց շատ ժամանակ մենք կարիք ունենք վերադառնալու աղբյուրներին, կարիք ունենք վերադառնալու նրան, ով որ մեզ կյանք է տվել, նրան, ումից որ մենք սնվում ենք, նրան, ումով որ մենք փրկված ենք, նրան, ումով որ մենք հաղթական ենք, ամեն, և այսօր ուզում եմ ուղղակի միասին բարձրացնենք Քրիստոսին, նորից միաբանվենք Քրիստոսի հետ, նորից բարձրացնենք մեր սրտերի մեջ Քրիստոսին, նրա ներկայությունը, նրա կարևորությունը մեր կյանքերի մեջ, և ուզում եմ մի քանի տեղեր կկարդանք այսօր, ուզում եմ սկսեմ մի տեղից, ուզում եմ սկսեմ Հովհաննեսի ավետարանից մի տեղ կարդանք, 6-րդ գլխում է գրված 28-րդ խոսքի մեջ, գիտես, այս պահին մի մեծ ամբոխ էր գնում Հիսուսի հետևից, որտև Հիսուսը հրաշք էր արել և բոլորը հրապուրվել էին այդ հրաշքով, բոլորը այսպես ամեն մեկը ինչ-որ շահ զգալով այդ հրաշքից կամ Հիսուսից, ինչ-որ շահ ունենալով սկսեց հետևել, գնալ, քայլել Հիսուսի հետևից և Հիսուսը ինչ-որ բաներ է խոսում նրանց հետ և նրանք հարցնում են, եկեք այս 28 խոսքից կարդանք, արդ նրան ասեցին, ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Հիսուսն էլ պատասխանեց և նրանց ասեց, սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց։ Տեսեք ինչ կարճ, բայց ինչ խորը, մեզ թվում է թե շատ հասարակ պրիմիտիվ պատասխան է, բոլորիս մոտ այդ հարցը լուծված է, բայց իրականում շատ խորը իմաստ կա այս խոսքի մեջ, Հիսուսն ասում է, սա է Աստծո գործը, մարդիկ հարցնում են, ինչ անենք, որն է Աստծո գործը, որն է Աստծո կամքը, ինչ անենք, որ Աստծուն հաճելի լինենք, որ Աստծո սրտով ըլնենք, որ Աստծո գործերը գործենք, ինչով կարանք ծառայենք Աստծուն։ Եվ Հիսուսն ասում է, սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց։ Շատ հասարակ է թվում, այսօր մեր համար, մանավանդ երբ որ երկար ժամանակ Աստծո մեջ ես, շատ հասարակ պրիմիտիվ պատասխան է, արագ անցնում գնում ենք, որտեղ մտածում ենք, դե իհարկե, որ ես հավատում եմ, իհարկե, որ այդ հարցը իմ մոտ լուծված է, բայց իրականում շատ խորություն կա այս պատասխանի մեջ, որովհետև մեր ամբողջ հոգևոր կյանքը բխում է հենց սրա պատասխանից, սիրելիներ, մեր ամբողջ հոգևոր գործունեությունը, հոգևոր ընթացքի որակը, մեր ամեն բաները, մեր ծառայությունները, մեր ամեն այն ինչ որ վերաբերվում է քո հոգևոր կյանքին,
բխում է այս պատասխանից, այս խոսքը կատարելուց։ Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին Աստված ուղարկեց։ Եվ մի ուրիշ տեղ էլ ուզում եմ կարդանք առաջին Կորինթացիս թղթում է գրված առաջին խոսք 9-րդ գլուխ։ Հավատարիմ է Աստված, որի ձեռով կանչվեցիք դեպի նրա որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Աստծո խոսքը ասում է, որ Աստված մեզ կանչեց, նրա ձեռքով մենք կանչվեցինք, ինչի համար, որն էր նպատակը, ինչ էր Աստված ուզում մեզ կանչելով, ասում է դեպի նրա որդու Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Աստված մեզ կանչեց, որպիսի մենք հաղորդություն ունենանք Քրիստոսի հետ։ Սա է Աստծո գլխավոր նպատակը։ Հիսուսին հարցրեցին, Հիսուսն ասեց, այսին որն է ամենակարևորը, ամենակարևորը սա է, որ հավատաք նրան, ում Աստված ուղարկեց, այսինքն հավատաք ինձ։ Եվ Պողոսը ասում է, որ Աստված մեզ կանչեց, հավատարիմ է Աստված, որի ձեռքով կանչվեցինք դեպի նրա որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Տեսեք, գլխավոր բանը, ինչի համար, որ Աստված մեզ կանչել է, որդու հետ հաղորդակից լինելու, որդուն հավատալու, որդուն ճանաչելու, որդու հետ մեկանալու, միաձուլվելու, ամեն, եւ հաղորդություն կապ ունենալու, անընդմեջ կապի մեջ լինելու որդու հետ։ Ես ձեր մեջ եւ դուք իմ մեջ։ Հիշում եք Հիսուսի աղոթքը վերջին։ Հայր, աղոթում եմ, որ ինչպես ես եւ դու մեկ ենք, նրանք էլ մեր մեջ լինեն, մենք նրանց մեջ լինենք, այսինքն Հիսուսը նույնպես աղոթում էր այս հաղորդության մեկանալու մասին։ Վերջին քահանայապետական աղոթքն է Հիսուսի, ամենակարևոր, կարծես, երբ որ իր խաչելության այդ մեծ գործը կատարելուց առաջ այս աղոթքը ուղեց Տիրոջը եւ գնաց դեպի խաչը։ Եվ Հիսուսը այս աղոթքի մեջ աղոթում է մեկանալու մասին։ Հալելույա։ Այսօր ուզում եմ մի քիչ այս մտքի վրա կանգ առնենք, սիրելիներ։ Մի քիչ այս մտքի վրա կանգ առնենք եւ ամեն մեկս մեր ներսում, մեր սրտերում այս հարց տանք. ով է հիմա, այսօր, այս պահին, այս սեզոնի մեջ, ով է Հիսուսը իմ համար։ Ինչ դեր ունի Հիսուսը իմ կյանքի մեջ, այս պահին, այս սեզոնի մեջ, այս ժամանակաշրջանի մեջ, իմ կյանքի մեջ, ինչ տեղ է գրավում Հիսուսը իմ սրտի մեջ, իմ կյանքի մեջ, իմ առօրյայի մեջ, իմ գործերի մեջ, իմ խոսքերի մեջ, իմ վարքի մեջ, իմ ճանապարհների մեջ, իմ որոշումների մեջ, ով է ընդհանրապես, ինչ տեղ ունի հիմա Հիսուսը իմ ներսում։ Արդյոք սա դա ընդամենը այն Հիսուսն է, որին որ տարիներ առաջ հավատացել եմ եւ ընդունել եմ իմ սրտի մեջ, ու մի հատ հնացած Հիսուս է, որ իմ կյանքի մի անկյունում կա եւ մեխանիկորեն այդ Հիսուսին աղոթում եմ էլ, երգում եմ էլ, պաշտում եմ էլ, բայց ինքը այն տարիներ առաջվա հնացած Հիսուսն է, որ մի օր եկավ կպավ ինձ ինչ որ բաներ փոխեց իմ կյանքում, բայց կներեք տարիներ առաջ ինչ որ բաներ փոխեց, բայց այսօր կարծես այդ զորությունը էլ չունի Հիսուսը իմ կյանքում, այսօր այդ զորությունը չունի էլ ինձ առաջնորդելու, այդ կարևորությունը չունի իմ կյանքիս մեջ, այո կար ժամանակ, որ ես տարված էի նրանով, կար ժամանակ, որ ես սիրահարված էի Հիսուսի վրա, կար ժամանակ, որ ինքն էր իմ սրտի ուրախությունը, կար ժամանակ, որ ինքն էր լցնում իմ ամբողջ ներսը եւ եթե ոչ մի բան չունենայի Հիսուսին, մենակ ունենայի ինձ հերիք էր, բայց այսօր կարծես Հիսուսը տկարացել է, մի տեսակ իր զորությունը կորցրել է, մի տեսակ իր իշխանությունը կորցրել է իմ ներսում, մի տեսակ արդեն սիրտս բացի Հիսուսից ուրիշ բաներ են ինձ պետք բավարարված լինելու, ուրախ լինելու, երջանիկ լինելու, հաջողակ լինելու, կարծես Հիսուսը էլ չի կարում ինձ բավարարի, մի տեսակ հնացել է այդ Հիսուսը, այո մի ժամանակ ոգևորված էի կամ չգիտեմ, սիրահարված էի, նվիրված էի նրան, բայց այսօր այդքան էլ Հիսուսը մեծ տեղ չունի իմ կյանքում, ուղղակի սովորության համաձայն
ուղղակի գիտեմ, որ առանց նրա չեմ կարա փրկվեմ, առանց նրա դժոխք եմ գնալու, դրա համար շարունակում եմ սովորության համաձայն նրան, չգիտեմ, աղոթել, երգել, փառաբանել, եկեղեցի գալ, բայց արդյոք այս Հիսուսն է, որ Աստված ուզում է մենք ունենանք մեր սրտերում, արդյոք այս Հիսուսն է, սիրելիներ, Աստված մեզ համար ուղարկի, արդյոք այս մակարդակի կյանքն է Աստված մեզ համար պատրաստ է, արդյոք սրա մասին էր խոսում Հիսուսը, երբ որ ասում էր Աստծո կամքը սա է, Աստծո գործը սա է, որ հավատակ ինձ։ Հավատալը դա մեկ անգամյա մի գործողություն չի, դա ապաշխարության գործողություն չի, դա մշտական, այդ կապն է, փոխհարաբերությունն է, այդ հաղորդությունն է, որ Աստված ինձ ու քեզ կոչ է անում ունենալ։ Ամեն, եւ ես ուզում եմ այսօր ամեն մեկիս մեջ ուղակի արթնանա, մենք արթնացնենք այդ Հիսուսին, կամ մենք արթնանանք Հիսուսի համար։ Ամեն, որտեվ այո, ես ու դու կարիք ունենք արթնանալու Հիսուսի համար։ Եսայա 60-րդ գլխում ասում է վեր կաց, ով քնած եւ նա քեզ կլուսավորի։ Տիրոջ լույսը եկել է, Տիրոջ փառքը եկել է։ Աստված ուզում է ես ու դու արթնանանք, սիրելիներ։ Աստված ուզում է, որ գիտես աշխարհի այս հոսքի մեջ Հիսուսին կորցրած չլինենք։ Մեզ կարա թվա շատ ժամանակ, որ մենք Հիսուսի հետ ենք, ամեն բան լավ է, բայց Հիսուսին կորցրել ենք։ Հիշում եք, աշակերտները նավի մեջ էին, բայց Հիսուսը նրանց հետ էր, կարծում էին ամեն բան լավ է, բայց քնած էր Հիսուսը։ Հիշում եք, Հիսուսի ծնողները գրված է Ղուկասի ավետարանում, երբ որ Հիսուսը 12 տարեկան էր, սովորության համաձայն գնացին Երուսաղեմ, որպեսզի այդ ամենամյա այդ տոնը կատարեն եւ գնացել էին իրանց հարազատներով, միգուցե ինչ-որ բազմությունով, իրանց գյուղի հարևաններով, ծանոթներով, այսպես հավաքվում էին եւ գնում էին Երուսաղեմ, տարբեր գյուղերից ու քաղաքներից, որտեվ Երուսաղեմում էին բոլոր գլխավոր տոները տեղի ունենում։ Եվ Հիսուսի ծնողները վերցեցին իրանց այդ գյուղի ժողովրդով, հարազատների, բարեկամների հետ, եկան Երուսաղեմ այդ տոնը կատարելու եւ երբ որ վերադառնում էին հետ, Աստծո խոսքը ասում է, որ մեկ օրվա ճանապարհ եկան եւ ծնողները կարծում էին, թե Հիսուսը ճանապարհակիցների հետ է։ Պատկերացնում եք, սենց անապատներում, միգուցե էշերով, ուխտերով, ինչ որ սենց գնում են իրանց այդ բեռներով, վեշերով, որ հավաքել են, եկել են, մի քանի օր պիտի մնային Երուսաղեմում, միգուցե մի քանի տասնյակ այսպես իրանց այդ գերդաստանով եկել էին։ Եվ մեկ օրվա ճանապարհ են գնում, մտածելով, կարծելով, որ Հիսուսը կամ արչևում է, ասենք, չգիտեմ, հարազատներից մեկի հետ է կամ հետևում է, հարևաններից մեկի հետ է գալի։ Եվ հետո ասում է եկավ մի պահ, որ հասկացան, որ Հիսուսը այդ ժողովրդի մեջ չի, հետ են դառնում, բայց Հիսուսը այնտեղ չի։ Եվ սկսեցին խառնվեցին իրար, Հովսեփը, Մարիամը սկսեցին փնտրել այդ ժողովրդի մեջ, ում հետ որ եկել էին, սկսեցին խառնված փնտրել Հիսուսին, կանչել, գոռալ, հետո տեսան, որ ժողովրդի մեջ էլ չի։ Եվ այսպես ստրեսի մեջ խառնված, մտահոգված հետ եկան նորից մեկ օրվա ճանապարհ կտրեցին, ինչքան որ եկել էին, հետ եկան նորից Երուսաղեմ։ Եվ Երուսաղեմը սկսեցին տակն ու վրա անել, հարց ու փորձ անել, պատկերացնում եք, հա, ինչ ձև ման կգան իրանց երեխային, ծնողները, ովքեր որ կորցրել են, որտեղ որ եղել էին, միգուցե ծանոթներ, չգիտեմ, զանգեցին սրան, նրան, ինչ-որ բաներ, եւ եկան գտան Հիսուսին տաճարում։ Բայց ինչն է հետաքրքիր էս ամբողջ պատմության մեջ, մենք գիտենք պատմությունը, հա, գտան Հիսուսին, ամեն բան լավ ավարտվեց, Հիսուսն ասեց որտեղ էի, որտեղ եք ինձ փնտրում, չէ որ ես իմ հոր տանը պիտի լինեի, որտեղ Հիսուսը տաճարում էր, եկան եւ տաճարում նրան գտան, որ նա տաճարի այդ քահանաների հետ Աստծո խոսք էր խոսում եւ բոլորը զարմանում էին նրա այդ իմաստության վրա, նրա հոգեվոր այդ հասունության վրա, բայց այստեղ ես ուզում եմ մենք կենտրոնանանք մի ուրիշ կարևոր փաստի վրա, որ Ղուկաս ավետարանում գրված է,
տեսեք սա է, որ ասում է Եվ կարծելով, թե նա ճանապարհակիցների հետ կլինի, մի օրվա ճանապարհեկան եւ նրան որոնում էին ազգականների եւ ծանոթների մեջ։ Եվ երբ որ նրան չգտան, հետ դառան Երուսաղեմ եւ որոնում էին նրան։ Եվ 3 օրից հետո եղավ, որ նրան տաճարի մեջ գտան։ Վարդապետների մեջ նստած նրանց ականջ էր դնում եւ նրանցից վերջը։ Տեսեք ինչն է այդ արքիր։ 1 օրվա ճանապարհ են եկել, 1 օր հետ են դառնում եւ կորցնելուց 3 օր հետո Հիսուսին գտնում են։ Շատ ժամանակ մեր կյանքերի մեջ նույնպես սիրելիներ մենք թվում է թե գնում ենք Հիսուսի հետ, թվում է թե մենք Հիսուսի հետ ենք, թվում է թե Հիսուսը մեր հետ է, թվում է թե երկար տարիներ արդեն կամ թեկուզ կարճ ժամանակ մենք Հիսուսի հետ ենք, ամեն բան լավ է, գիտենք Հիսուսին, ճանաչում ենք, վերապրել ենք նրան, ճաշակել ենք, ինքը մեզ այցելել է, ինքը մեզ հպվել է, ինքը մեզ երազով է խոսացել, ինքը մեզ մարգարեություններ է տվել, ինքը մեզ, չգիտեմ, ֆիզիկապես վերապրել ենք նրան, մեր սրտի, հոգու խորքում մենք վերապրել ենք Հիսուսին։ Եվ հիմա գիտենք Աստծո խոսքը, անգամ ծառայում ենք Հիսուսին, գիտենք բոլոր եկեղեցական այս Երուզերը, հա, եկեղեցական կանոններ, ամեն բան գիտենք։ Չէ որ մենք Հիսուսի հետ ենք։ Չէ որ մենք Հիսուսին ունենք, չէ որ Հիսուսը մեր հետ է։ Չէ որ մենք մի եկեղեցում ենք, որտեղ որ Հիսուսի ներկայությունը կա։ Ինչպես որ ծնողները մտածում էին ճանապարհակիցների հետ է։ Այո, երբեմն մենք էլ ենք այտենց արխային ընկնում, ասում ենք, ես գնում եմ մի եկեղեցի, որտեղ որ կենթանի Աստծո ներկայությունն է։ Ես գնում եմ մի եկեղեցի, որտեղ որ Աստված կյանքեր է փոխում։ Գնում եմ մի եկեղեցի, որտեղ որ Աստված հիվանդություններ է բժշկում, որտեղ որ Աստված կոտրված սրտեր է բժշկում, որտեղ որ Աստված հպվում է մարդկանց։ Ես գնում եմ մի եկեղեցի, որ սուրբ, որտեղ Սուրբ Հոգու զորությունը, մկրտությունները կա։ Այո, շատ լավ է, որ դու այդպիսի եկեղեցում ես։ Բայց գիտես, սա այդ ծնողների դիրքն էր, Հիսուսը ճանապարհակիցների հետ է, մեր հետ է, սենց ընդհանուր օբշի մեր հետ է Հիսուսը։ Բայց գիտես, երբեմն անհատապես քո սրտի մեջ, քո կյանքի մեջ, քո փոխհարաբերության մեջ դու նրան կորցրել ես, դու նրան չունես, Հիսուսը հնացել է, Հիսուսից գիտություն է մնացել քո մեջ, բայց ոչ նրա զորությունը, ոչ նրա հպումը, ոչ նրա մտերմությունը, ոչ թե նրա ձայնը, ընդամենը գիտություն կա Հիսուսից քո մեջ, կամ ինչ որ շատ թույլ փոխհարաբերություն Հիսուսի հետ, բայց նրա ամբողջական այն զորությունը, այն լեցունությունը, այն օծությունը, որը որ Տերը պատրաստել է քո համար, դա չկա, կորցրել ես։ Եվ երբեմն մենք կարող ենք, գիտես, այտենց ծնողների նման 1 օրվա ճանապարհ էին գնացել, այդ 1 օրը երբեմն մեր համար կարա լինի ամիսներ, այդ 1 օրը մեր համար կարա լինի տարիներ, մենք կարող ենք սեզոններ, ընթացքներ գնալ այտենց, մտածելով, որ ամեն բան լավ է, Հիսուսը մեր հետ է, մենք Հիսուսի հետ ենք։ Բայց գիտես, ամեն բան քննվում է պտուղներից։ Գիտես, որպեսզի մենք հասկանանք, որքանով է Հիսուսը կենդանի, որքանով մենք հաղորդություն ունենք նրա հետ, նայիր կյանքիդ պտուղներին, մի անգամից կիմանաս, ինչքանով ես Հիսուսի հետ, նայիր կյանքիդ պտուղներին, ինչ պտուղներ ունես, չէ որ Հիսուսն ինքն էլ էր ասում, պտուղներից կճանաչեք, պտուղից ճանաչվում է ծառը, ուղղակի շատ հեշտությամբ դու կարող ես քննել սիրելիս քո կյանքին նայելով, որտեղ է քո առաջնային ծարավը այսօր։ Գիտես, մի ժամանակ Հիսուս անունը անգամ լսելուց սիրտդ սկսում էր թփրտալ, սիրտդ սկսում էր ուրախանալ, միանգամից նրա ներկայությունն էր սկսում զգալ։ Մի ժամանակ աղոթք սկսելուց հենց Հիսուս բառը ասում էր, միանգամից ներկայությունը իջնում էր քո վրա։
Գալիս էր եկեղեցի, դեռ փառաբանությունը չսկսած, միանգամից վայելում էր նրա ներկայությունը։ Բայց հիմա կարծես մի տեսակ ոնց որ Հիսուսը քնել է քո նավակի մեջ։ Երբեմն մենք Հիսուսի վրա ենք գցում։ Գիտես, Հիսուսը քնել է։ Չէ, Հիսուսը չի քնե։ Դու ես քնես իրելիս։ Նա կենթանի է, նա արթուն է։ Դու ես քնե։ Դու կարիք ունես արթնանալու։ Հա, երբ որ Հիսուսի անունը էլ քո ներսում ոչինչ չի անում։ Հիշում եք Էմաուսի ճանապարհին աշակերտները գնում էին եւ հետո երբ որ Հիսուսը մոտեցավ, խոսում էր նրանց հետ եւ հետո անհետացավ, աշակերտները մեկը մյուսին հետ երկուս ասցին, չէ՞ որ երբ որ մեր հետ խոսում էր, մեր սրտերը վառվում էին։ Արդյոք երբ որ հիմա Տերը քո հետ խոսում է, քո սիրտը սկսում է վառվել, թփրտալ, արթնանալ, երբ որ բացում ես Աստվածաշունչը, ուղղակի սովորական սենց սառը կարդում ու փակում ես, թե այդ խոսքերից քո սիրտը սկսում է վառվել, բորբոքվել, արթնանալ։ Երբ որ եկեղեցի ես գալիս, ուղղակի սովորական պաշտամունք է, ուղղակի սովորություն է կրոնավոր քո համար, թե գալիս ես ստեղ, ամեն գալուց դու հանդիպում ես ունենում, ինչ որ մի բան ներսումդ փոխվում է, ինչ որ Աստծուց մի հատ խոսք ստացած գնում ես տեղից, Աստծուց ինչ որ մի հատ խոստում ստացած գնում ես, հավատքդ այսպես մի աստիճան բարձրացած գնում ես տեղից, արդյոք տեղի է ունենում ինչ որ բան։ Արդյոք նախասիրություններդ փոխվել են։ Գիտես, շատ ցուցանիշներ կա մեր կյանքերում։ Արդյոք առաջնահերթություններդ փոխվել են։ Գիտես, մի ժամանակ սպասում էիր, երբ պիտի լինի ծառայությունները, աղոթքաժողովը, խմբակը, չգիտեմ, քո անձնական պահը Աստծո հետ։ Բայց հիմա օրը չես էլ հիշում։ Վայ, այսօր աղոթքաժողով ունեինք։ Գիտես, պտուղներից երևում է ինչքան է հոգևոր բաները քո համար, ինչքան ես անտարբեր դարձել հոգևոր բաներին, Աստծո բաներին, ինչքան է արդեն քո համար սենց սովորականի պես։ Իմ համար, սիրելիներ, ամենաիմ վախերից մեկը հիմնական իմ կյանքի մեջ, որ հանկարծ հոգևոր բաները, Աստծո բաները իմ համար սովորական չդառնան։ Որպես Աստծո զավակ, թե որպես ծառայող, որպես հովիվ, իմ ամենամեծ վախը սա է, որ հանկարծ Աստծո բաները իմ համար սովորական չդառնան։ Որովհետև շատ ժամանակ մենք ձևերը ամեն ինչի շատ լավ գիտենք։ Գիտես, ես կարամ առանց Աստծո հետ այսպես հաղորդակցություն խորը ունենալու էլ քարոզեմ։ Բայց ես դա չեմ ուզում։ Ես դրանից վախենում եմ։ Եվ երբ որ զգում եմ ինչ որ մի չորություն, ինչ որ մի անտարբերություն ա ուզում գա, միանգամից ես այդ պատը կոտրում եմ իմ կյանքի մեջ։ Եվ այսօր ուզում եմ քեզ ուղղակի կոչ անեմ, որպեսզի զարթնես Հիսուսի համար։ Ամեն։ Հիսուսը այն նույն սքանչելին է, որի մասին որ Եսայան խոսում է։ Հիսուսը այն նույն փառավորն է, սիրելիս, որ քո կյանքի մեջ հրաշքներ ա ուզում անի։ Հիսուսը այն նույն սիրող Աստվածն է, սիրող Աստծո որդին է, որ գալիս է եւ քո կյանքը սկսում է փոխել, քո սիրտը սկսում է փոխել, որ գալիս է եւ քեզ սկսում է իր լույսը բերել քո կյանքի մեջ, որ գալիս է եւ լցնում է քո ներսը իր սիրով, որ դու սկսում ես ուղակի վայելել իր սիրո ներկայությունը, իր փառքը, որ դու սկսում ես ազատագրվել ինչ որ բաներից, որ դու սկսում ես, գիտես, ինքը նույնն է, այն ինչը որ երբեմն արել է քո կյանքի մեջ։ Ժամանակին մի ժամանակ արել է, այդ Հիսուսը նույն Հիսուսն է այսօր էլ։ Միգուցե նրա քաղցրությունը մոռացել ես։ Գիտես, երբ որ վտանգը նրանում է, ծուղակը նրանում է, սիրելիներ, որ մարդը երբեք դատարկ չի մնում։ Մարդ արարածը ստեղծված է հենց Աստծո կողմից, որ ինքը դատարկ
չի մնում։ Երեմիայի մեջ Աստված ասում է դուք ինձ ճշմարիտ աղբյուրից թողեցիք եւ գնացիք օտար աղբյուրներից հագենալու։ Գիտես, մարդու էությունը այնպես է, որ երբ որ դու մի աղբյուր թողնում ես, դու անպայման ուրիշ աղբյուրներ փնտրելու ես։ Դու չես կարա դատարկ մնաս։ Մարդը ինքը միշտ փնտրում է ինչ որ բանով հագեցնի իրան, իր կյանքը, իր ներսը, իր էությունը, բավարարի իրան ինչ որ բանով։ Եվ ծուղակը եւ սատանան շատ լավ գիտի այս ճշմարտությունը։ Եվ գիտես, վտանգը նրանում է, որ երբ որ Հիսուսը կորցնում է քո սրտի մեջ իր տեղը, իր բարձրությունը, իր դիրքը, երբ որ կորցնում ես Հիսուսի քաղցրությունը, դու շրջվելու ես, փնտրելու ես ուրիշ աղբյուրներ, քեզ պետք է լինելու ինչ որ ուրիշ բաներով քեզ հագեցնես, քո սիրտը ուրախացնես, հագեցնես, զբաղացնես քեզ ինչ որ բաներով։ Եվ գիտես, այդտեղի հայտ է գալիս սատանան եւ քո թշնամին եւ քեզ սկսում է շատ սիրուն ուղղություններ ու ճանապարհներ ցույց տալ։ Շատ սիրուն առաջարկներ է քեզ անում։ Այնքան էլ հեշտ է գալի այդ ամեն ինչը քո կյանքի մեջ։ Այնքան էլ սենց հեշտ ես այդ աղբյուրների առաջ կանգնում։ Այնքան հեշտ է սկսում դռներ բացել քո առաջ։ Երբ որ Քրիստոս աղբյուրին թողնում ենք, անպայման ինչ որ բանով պիտի լցվենք։ Դրա համար սիրելիս ամեն բան արա, արթնացի, զարթնի, որ թույլ մի տու, որ սատանան ճշմարիտ աղբյուրից քեզ շեղի, Քրիստոսից քեզ շեղի։ Ամեն ինքնա, կյանքը, ճշմարտությունը, ճանապարհը, նրանով, նրանում եւ դեպի նա է ամեն բան։ Չկա նրանից են կողմ։ Աստված ասում է ես եմ միակը, ուրիշ աստվածներ չունենաս, ուրիշ կուռքեր չունենաս, ուրիշ աղբյուրներ չունենաս, ուրիշ աղբյուրներից չխմես ու չսնվես։ Ես եմ քեզ կերակրողը, ես եկա որ կյանք ունենաք։ Ամեն։ Մենք վերջում աղոթելու ենք, ես հավատում եմ, որ Տիրոջ հոգին այստեղ է եւ երկրպագության մեջ ես չէի նախատեսել, որ այսքան խորը գնայինք, բայց Սուրբ Հոգին առաջնորդեց եւ գերբնական ձևով Տիրոջ ներկայությունը իջավ։ Եվ մենք աղոթ կանենք եւ ես հավատում եմ, սիրելիներ, որ Տերը պիտի այցելի շատերին, որ Աստված պիտի արթնացնի քեզ, որ Աստված պիտի նորոգություն բերի քո կյանքի մեջ։ Առակաց գրքում կա գրված մի հրաշալի տեղ, Առակաց 3:18 Նա կենաց ծառ է նրանց համար, որ բռնել են նրան, եւ նա իրան պինդ բռնողներին երջանիկ կանի։ Հալելույա։ Նա կենաց ծառ է կամ կյանքի ծառն է նրանց համար, որ բռնել են նրան։ Հիսուսը կյանքի ծառն է նրանց համար, որ բռնել են նրան։ Եվ շարունակությունը, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանի։ Հալելույա։ Նա իրան պինդ բռնողին երջանիկ կանի։ Սիրելիս, ոչ մի բանով չխաբվես, ոչ մի բանով չթողնես սատանան քեզ խաբի, որ իբր թե մի ուրիշ ծառից բռնելով երջանկանալու ես, մի ուրիշ աղբյուրից խմելով երջանկանալու ես։ Գիտես, նույն սուտը, որ սատանան բերեց Եդեմի պարտեզում Եվային եւ Ադամին, գիտես, ինչ էր ասում, գիտեք ինչ էր սատանայի նպատակը։ Այն Սենց, եթե մեր խոսքերով ասենք, ամփոփենք, սա էր ասում, այն ինչ որ Աստված ձեր համար ստեղծել է ու ձեզ տվել է, իրականում էդի լիարժեք չի, ամբողջականը չի, կա մի հատ ուրիշ ավելի լավ տարբերակ։ Երջանկության ավելի լավ տարբերակ կա, որ Աստված ձեզանից ծածկել է, թաքցրել է, եւ ես հիմա եկել եմ ձեզ հայտնեմ այդ տարբերակի մասին։
Եվ դա հենց այդ պտուղն է, երբ որ դուք ուտեք, Աստծո նման կլինեք, ձեր աչքերը կբացվի, ամեն բան կիմանաք, կերջանկանաք ու կուրախանաք։ Սա էր սատանայի սուտը Եդեմի պարտեզում։ Եվ գիտես, սատանան այդ նույն ստով շարունակում է մինչև այսօր, որովհետև այդ նույն սուտը ցավոք սրտի դեռ աշխատում է։ Երբ որ մի գործիկ աշխատում է, դու նրան երբեք չես փոխում։ Եվ քանի դեռ այդ սուտը աշխատում է մարդկանց կյանքերում, սատանան շարունակում է այդ նույն սուտը օգտագործել, այդ նույն գործիքը, բայց Պողոս առաքյալը ասում է, մենք սատանայի հնարքները անտեղյակ լինողներ չենք, մենք նրա գործերը շատ լավ ճանաչում ենք, մենք իր տակտիկան շատ լավ գիտենք, գործելավոճը գիտենք, մենք իր ձեռագիրը գիտենք, եւ գիտես նույն ձևով նա այսօր մոտենում է ամեն մեկին, կա մի հատ ուրիշ, ավելի լավ տարբերակ, ավելի լավ աղբյուր, ավելի լավ ճանապարհ, ավելի մի հատ ուրիշ բան, որ դու ավելի երջանիկ կլնես, որ դու ավելի կայացած, ավելի բավարարված, չգիտեմ, ավելին կլնես։ Եվ ինքը ինչ է անում, այդ թունավոր աղբյուրներով սկսում է թունավորել մարդկանց կյանքերը։ Երբ որ դու այդ կուտը ուտում ես, երբ որ դու այդ սուտը վերցնում ես, իրելիս, գալիս է եւ այդ փտած, հոտած ջրերով սկսում է թունավորել քո կյանքը։ Կորցնելով քո հայացքից Տիրոջ գեղեցկությունը, Հիսուսի քաղցրությունը, բայց Դավիթն ասում է ճաշակեք եւ տեսեք, որ Տերն է քաղցր։ Ճաշակեք եւ տեսեք, որ Տերն է քաղցր։ Հիշում եք, Պետրոսն ասեց՝ ուր գնանք, Տեր, քեզանից հեռու ուր գնանք, դու ունես կյանքի խոսքեր, քո մոտ է կյանք, քո մոտ է մեր երջանկությունը, քո մոտ է մեր ուրախությունը, քո մոտ է մեր հաղթանակը, քեզնով ենք մենք լուսավորվում, ուր գնանք քեզանից հեռու։ Սիրելիս, երբեք չթողնես սատանան քո սրտում բարձրացնի ուրիշ աղբյուրների։ Ամեն, չթողես քո սիրտը քեզ խափի եւ Հիսուսին անհետաքրքիր դարձնի քո համար։ Հիսուսը երբեք անհետաքրքիր չի։ Կենթանի Հիսուսը անհետաքրքիր չի, այո, կրոնավոր կյանքը անհետաքրքիր է։ Որտեվ կրոնավոր կյանքը ինչ է, Աստծո զորությունից հեռու անում ես ինչ որ գործողություններ, առանց Քրիստոսի, առանց Աստծո զորության։ Պողոսն ասում է, վերջին օրերում կլինեն մարդիկ կերպարանք աստվածպաշտության կունենան, բայց զորությունը ուրացած կլինեն։ Այսինքն կլինի ձևը, բայց բովանդակությունը չի լինի։ Կլինեն գործողությունները հոգևոր, բայց Քրիստոսի ներկայությունը, զորությունը չի լինի։ Կենթանի Հիսուսի հետ երբեք չես կարա ձանձրանաս։ Երբեք Հիսուսը անհետաքրքիր չի լինում, սիրելիս։ Ամեն։ Երբեք մի մտածի, որ 10 անգամ, 100 անգամ կարդացել ես Աստվածաշունչը, մեկը բացելու ես նույն բանը կարդաս։ Ոչ։ Հիսուսը ամեն անգամ քեզ կզարմացնի, երբ որ ծարավով ու փափագով կարդաս։ Երբեք մի մտածի, որ ամեն կիրակի գալիս եմ եկեղեցի, նույն ծրագիրն է, ոչ, սիրելիս։ Ամեն անգամ Աստված նոր ձևով է քեզ այցելում։ Երբեք մի մտածի, որ ներքին սենյակ մտնելը անիմաստ է, բան չի կատարվելու, ոչ, Հիսուսի մեջ է քաղցրությունը։ Թույլ մի տու այս ճշմարտությունը սատանային գողանալու քեզանից։ Թույլ տուր, որ Հիսուսը նորից քեզ զարմացնի։ Թույլ տուր, որ Հիսուսը նորից լինի քո համար մեկ հետաքրքրությունը։ Քո սրտի համար մեկ փափագը, քո ծարավը գլխավոր, սիրելիս։ Ամեն։ Ես այդպիսի Հիսուսին եմ հավատում։ Եվ ես ոչ թե հավատում եմ, նույնպես ապրում եմ։ Այո, լինում է նույնպես, սիրելիներ, ես չեմ ուզում այստեղ ինչ-որ գերբնական մեկը ներկայանալ։ Լինում է տարբեր ընթացքներ, լինում է տարբեր այսպես ալիքներ, բայց գիտես, կա ճշմարտություն, որի հետ դու, որ ոչ մի բանի հետ չպիտի փոխես։ Եվ չպիտի թողնես ոչ մի ուրիշ բան քո սրտում բարձրանա Հիսուսից առավել։ Հիսուսը կենթանի է, ամեն։ Աստված մեզ կանչել է հաղորդություն ունենալու նրա հետ,
կապ ունենալու նրա հետ։ Սա Աստծո գլխավոր նպատակն է, սիրելիս։ Եվ հենց սա էր ասում Հիսուսը, Աստծո գործերը գործելը սա է, որ հավատակ ինձ։ Գիտես, բոլոր մնացած բաները պետք է բխեն այդ հաղորդությունից։ Քո Աստված պաշտությունը, քո աղոթքները, քո փառաբանությունները, քո ծառայությունները, քո զոհաբերությունը, այն ինչ որ դու անում ես, պետք է բխեն այդ հաղորդակցությունից։ Երբ որ դու Աստծո սերը վայելում ես, սիրելիս, ինքստինքյան դու չուզենաս էլ ուզենալու ես մի բան քեզ բրթելու է ծառայես Աստծուն։ Մի բան քեզ բրթելու է Աստծո համար մի բան անես։ Հա, դու մի բան քեզ դրթելու է, որ դու խոսաս Հիսուսի մասին քո շուրջը։ Մի բան քեզ դրթելու է, որ դու երկրպագես նրան։ Երբ որ դու ճաշակում ես Տիրոջը, երբ որ դու հաղորդություն ունես նրա հետ, դու չես կարող ուղղակի սառած մնաս։ Ամեն, չես կարող մտնես կրակի մեջ ու չայրվես, ջերմություն չզգաս։ Մեր բոլոր բաները պիտի բխեն հաղորդակցությունից։ Հիշում եք, Հիսուսը մտավ Զաքեոսի տուն, Զաքեոսին ոչ մեկ չէր ասել, որ գիտես, դու պետքա ինչ-որ գործողություններ անես, բայց Զաքեոսը միանգամից իր մեջ ծնվեց որոշում. ես իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, ումից որ գողացել եմ, ոչ թե գողացածս կվերադարձնեմ, այլ 4 անգամ ավելով կվերադարձնեմ, եւ մենք տեսնում ենք ամեն անգամ, երբ որ Հիսուսի հետ հաղորդակցվում էին մարդիկ, ինչ որ ծառայություն էր ծնվում, ինչ որ գործողություն էր ծնվում, ինչ որ փոփոխություններ էր լինում։ Պողոսը հանդիպեց Հիսուսին, այն հալածող Պողոսը, եւ ինչ ասեց, առաջին բաներից մեկը, որ ասեց, ինչ ես կամենում, Տեր, որ անեմ քո համար։ Հիսուսը չէր ասել, գնա ծառայի ինձ, գնա քարոզի իմ համար, գնա ինչ որ բաներ արա, ուղղակի կապ, կոնտակտը Հիսուսի հետ եղավ եւ միանգամից ներսում առաջացավ ցանկություն։ Ինչ անեմ Տեր քո համար։ Գիտես դա ինչն էր։ Դա այն սերն ու քաղցրությունը, որ դու զգում ես Հիսուսից։ Երբ որ ամեն անգամ որ հաղորդակցվում ես, Հիսուսը քեզ ասում է, թե ինչքան է քեզ սիրում։ Դու զգում ես, դու հայտնություն ես ունենում, վկայություն, թե ինչքան է Հիսուսը քեզ սիրում։ Եվ այդ սերը տեսնելով դու չես կարող անտարբեր լինել այդ սիրուն։ Ամեն։ Ես չեմ ուզում երկարացնել, եկեք կանգնենք աղոթքի, Լիանան ստեղ չի։ Երեխեքի մոտ է։ Հա։ Լիան ջան արի։ Այսօր Ենոքին արձակուրդ տանք։ Եվ Հովանես ավետարանում մի հետաքրքիր բան կա, որ ուզում եմ կարդան 15-րդ գլխում Հովանես 15:1 տեսեք Հիսուսն ինչ է ասում. Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է, ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան։ Մի օր կարդում էի ու սենց զարմացա մի պահ, ասի Տեր, այս ինչ ես ասում։ Ով որ ինձանում է եւ պտուղ չի բերում, հայրը կտրում է։ Եվ ասի Տեր, ոնց կարա մարդ քեզանում լինի ու պտուղ չբերի։ Պարզ ասում է, ով որ ինձանում է եւ պտուղ չի բերում։ Ոնց կարելի է լինել Հիսուսի մեջ, բայց պտուղ չբերել։ Եվ հետո սկսեցի կարդալ շարունակությունը։ Եվ 5-րդ խոսքի մեջ ես ստացա պատասխանը իմ հարցի։ Ես որդն եմ, Հիսուսը նորից է ասում, նույն խոսքը, ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա որ ինձանում մնում է, եւ էսի է կարևոր, եւ ես նրանում, նա ինչ անում, շատ պտուղ է բերում։ Նա որ ինձանում մնում է, եւ ես էլ նրանում եմ մնում, նա շատ պտուղ է բերում։ Երբ որ մենակ դու Հիսուսի մեջ ես, բայց Հիսուսը քո մեջ չի, դա բավական չի, բավարար չի։
Դու Հիսուսի մեջ ես, կարծես գիտես սա այն է ինչ որ խոսում են, քեզ թվում է որ դու Հիսուսի մեջ ես, քեզ թվում է որ դու Հիսուսի հետ ես, քեզ թվում է որ իրան գիտես, ճանաչել ես, ճաշակել ես, ամեն բան լավ է։ Հիսուսը եկեղեցում է, Աստծո ներկայությունը եկեղեցում է։ Հիսուսի մեջ ես, բայց Հիսուսը քո մեջ չի։ Նրա հաղորդությունը քո մեջ չի, նրա այդ կոնտակտը դու չունես։ Ամեն։ Եվ այստեղ է գաղտնիքը, նա որ իմ մեջ է եւ ես էլ նրա մեջ, շատ պտուղ է բերում, հաղորդություն, մեկանալ Հիսուսի հետ։ Թույլ տուր այսօր Հիսուսը քո մեջ արթնանա, սիրելիս, կամ ավելի ճիշտ եմ ուզում ասեմ, դու արթնացի այսօր Հիսուսի համար։ Ամեն, արթնացի այսօր Հիսուսի համար։ Եթե սատանան Հիսուսին արժեզրկել է քո կյանքում, եթե սատանան Հիսուսին տկարացրել է քո կյանքում, եթե սատանան Հիսուսին անհետաքրքիր է դարձրել քո կյանքում, այսօր քանդի այդ սուտը քո ներսից։ Այսօր թույլ տուր, որ Հիսուսը ունենա այն դիրքը եւ այն զորությունը, որ իրականում նա ունի։ Եվ ուզում եմ վերջին տեղը կարդամ եւ միասին աղոթենք։ Կողոսացիս թղթում, հալելույա, հալելույա։ Ես տեղերը միգուցե սենց չեմ ասի կամ կարամ ասեմ, երկրորդ 2:2-ը ու 9-ը, տեսեք ինչ ասում։ Տեսեք, կատարյալ իմաստության եւ ամեն ճոխությանը հասնեն, կատարյալ իմաստությանը, ուշադիր լսեք այս խոսքերը, կատարյալ իմաստությանը եւ ամեն ճոխությանը հասնեն, այսինքն Հոր Հայր Աստծո եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու, որի մեջ ծածկված կան իմաստության եւ գիտության ամեն գանձերը։ Կատարյալ իմաստությունը, ճոխությունը, գանձերը ծածկված է Քրիստոսի մեջ։ Ծածկված է եւ հաջորդ տեղ էսպես ասում, որովհետեւ նրանում, այսինքն Քրիստոսի մեջ բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես, եւ դուք նրանով լցված եք, որ նա է ամեն իշխանության եւ պետության գլուխը։ Ասում է Քրիստոսի մեջ ծածկված է Աստվածության ամեն լիությունը, եւ դուք նրանով լցված եք։ Հալելույա։ Ահա Հիսուսի հարստությունը մի քանի բառով նկարագրում է Պողոսը, սիրելիս։ Բայց ես գիտեմ, որ դու ճաշակել ես նրան։ Ես գիտեմ, որ շատերդ այստեղ ճաշակել եք նրան։ Ես գիտեմ, որ շատերդ ունեք վկայությունը Քրիստոսի քաղցրության։ Բայց միգուցե ոմանց մեջ այդ քաղցրությունը չորացել է, սառել է, փոքրացել է, տկարացել է։ Գիտես, այսօր արի մենք մի քանի րոպե ուղակի կաղոթենք։ Կարա փառաբանության թիմն էլ գա։ Երեխեք ջան, արեք։ Մենք մի քանի րոպե աղոթենք։ Կարակ Հիսուսին 5 րոպե էլ տրամադրենք։ Համաձայնեք։ Հա? Կսպասի մեր ստամոքսը։ 5 րոպե էլ Հիսուսի համար։ Հալելույա։ Ես գիտեմ, որ դուք ծարաված մարդիկ եք։ Եկեք Là, Enoch, tu viens comme ça, elle peut chanter. S'il te plaît, on va prier. Tu n'auras quand même pas de vacances. Hein? Alléluia. Alléluia. Եկեք սիրելներ, մեր սրտերը իրականում բացենք Տիրոջը։ Գիտես Աստված ինչ է ուզում, իրականում Աստված այս հաղորդությունն է ուզում։ Ես ուզում եմ մի հատ տեղ էլ կարդամ ու միասին աղոթենք։ Ու անկեղծորեն ամեն մեկս բերենք մեր սրտերը Տիրոջ առաջ եւ խոստովանենք Տիրոջը։ Խոստովանենք Տիրոջը։ Եթե այդ սառնությունը, օտարությունը եկել է, գիտես
50-րդ Սաղմոսը միգուցե խիստ է թվում, բայց այսինքն խիստ է, բայց ես ուզում եմ կարդամ վերջին հատվածը 50 Սաղմոսի։ Բայց ամբարշտին ասում է Աստված. «Քեզ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում, եւ խրատը ատում ես եւ իմ խոսքերը քո հետևի կողմն ես գցում։ Եթե գող ես տեսնում, նրա հետ ես գնում եւ քո բաժինը շնացողների հետ է, բերանը չարության ես տալիս եւ լեզուտ նենգություն է հնարում, նստում ես եւ եղբորը դեմ հակառակ խոսում, քո հոր որդու վրա բամբասանք ես անում, այս բաները արիր դու եւ ես լուր կացի, կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց կհանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կդնեմ։ Միտք արեք այս ով Աստծուն մոռացողներ։ Միգուցե ես հափշտակեմ եւ ոչ ոք չլինի, որ փրկի։ Գոհություն պատարակ մատուցանողը փառավորում է ինձ։ Եվ ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Գիտես, երբեմն կարող ենք շատ բաներ անել Աստծո համար։ Մի ուրիշ Սաղմոսում ասում է քո զոհերը, քո ընծաները, քո այդ ամեն բաները ասում է ինձ պետք չի։ Անկամ միտեղ Աստված ասում է հոգնել եմ, զզվել եմ ձեր զոհերից, ընծաներից, այսինքն ձեր ծառայություններից, ձեր պաշտամունքներից, ձեր տարբեր բաներից։ Իրես առաջին բանը, որ Աստված ուզում է, հաղորդություն իր հետ։ Աստված իր ձեռքով մեզ կանչեց իր որդու հաղորդությունը։ Երբ որ կա հաղորդությունը, մնացած ամեն բան ինքստինքյան բխելու է քեզանից։ Երգը, փառաբանությունը, գոհությունը, աղոթքը, ծառայելը, ավետարանչությունը, զոհաբերելը, ամեն բան ինքստինքյան քեզանից բխելու է, սիրելիս։ Բայց առաջին տեղում դիր հաղորդությունը։ Թույլ տուր, որ հիմա եկեք միասին աղոթենք եւ եկեք նորից այն վերջի երգը որն էր։ Դրանից հետո այդ կրտիրը։ Եկեք այս երգի մեջ ուղակի երկրպագենք եւ ամեն մեկս մեր սիրտը բերենք Աստծո առաջ։ Բեր քո սիրտը խոստովանի Տիրոջը։ Իրես այո, եթե Հիսուսը ինձ ձանձրացել ես, եթե Հիսուսը արդեն ձանձրացնող է քո համար, եթե հետաքրքրությունդ կորել է Հիսուսից, ասա Տեր, այո, այդ վիճակը կա իմ մոտ։ Մի վախի, Աստված քեզ բան չի անի։ Խոստովանի Տիրոջը։ Խոստովանի, որպեսզի բժշկություն գա քո սրտի մեջ։ Եթե օտարություն, սառնություն ա եկել, խոստովանի։ Եթե կորցրել ես Հիսուսին, խոստովանի։ Եվ ասա Տեր, ես ուզում եմ գտնեմ քեզ։ Ես ուզում եմ այն առաջին սիրո նման վայելեմ, վերապրեմ քեզ։ Ես ուզում եմ, որ քո անունը լսելիս իմ սիրտը ցնծա, ուրախանա, իմ ներսը բորբոքվի, իմ ներսը տակն ու վրա լինի, լավ իմաստով։ Ես ուզում եմ նորից քո սքանչությունը տենամ, քո գեղեցկությունը տենամ, քո փառքը տենամ։ Ես ուզում եմ Տեր սիրահարված լինեմ քեզ։ Ես ուզում եմ ընծայված լինեմ, նվիրված լինեմ քեզ, զոհաբերված լինեմ քեզ։ Ես ուզում եմ Տեր Հիսուս, որ վերականգնվի իմ հաղորդությունը քո հետ։ Հալելույա։
Կենտրոնացիր մեկ րոպե, կենտրոնացիր մի պահ Տիրոջ վրա, կանչիր Տիրոջը, խոստովանիր նրան, բեր քո սիրտը նրա առաջ։ Հալելույա, խնդրիր, որպեսզի Տերը արթնացնի քո սիրտը, խնդրիր, որպեսզի Տերը բժշկի քո փոխհարաբերությունը նրա հետ, խնդրիր, որպեսզի Տերը իր քաղցրությունով նորից քեզ այցելի, բժշկի, նորոգի քեզ։ Հալելույա, խոնարեցրու սիրտը Տիրոջ առաջ։ Եթե ինչ-որ բանով վշտացրել ես նրան, խոստովանի Աստծո առաջ։ Եվ խնդրի, որպեսզի Սուրբ Հոգին քեզ այցելի, խնդրի, որպեսզի Տերը նորոգի քո կյանքը, քո սիրտը, քո կապը նրա հետ։ Հալելույա Տեր, Հիսուս Քրիստոս, հալելույա Տեր, հալելույա Տեր, հալելույա Տեր, հալելույա Տեր, թող գա քո կրակը, այո թող գա քո կրակը Տեր, նորոգելու, տաքացնելու, ջերմացնելու այդ փոխհարաբերությունը, հաղորդությունը մեր եւ քո մեջ Տեր, որ մենք լինենք քո մեջ եւ դու լինես մեր մեջ։ Տեր Հիսուս Քրիստոս նորոգիր եւ վերականգնի ամեն մեկի կյանքի մեջ, ընթացքի մեջ Տեր, եթե սառել է, եթե կորցրած հարաբերություններ կան Տեր, եթե վնասված ու խոցված Տեր, եթե Տեր իմ Աստված քո փառքը, քո գեղեցկությունը, քո սքանչությունը կորել է սրտերից,
մտքերից, Տեր, ես աղոթում եմ, որ վերադառնա, ես աղոթում եմ, Տեր, որ թշնամու ամեն ավերածներ ու վնասվածները դու վերականգնես, դու նորոգես, դու բժշկես, Տեր իմ Աստված, քո բժշկող ձեռքը դիր այսօր, ամեն մեկի կյանքի վրա, Տեր իմ Աստված, Տեր Հիսուս, խնդրում ենք քեզ, որ գա այդ նորոգությունը, որ գա այդ մտերմությունը, որ ամեն ոգ, Տեր իմ Աստված, վերապրի նորից, ուրախանա եւ ցնծա քո սիրո մեջ, քո այցելության մեջ, քո ներկայության մեջ, քո անվան մեջ, Տեր իմ Աստված, խնդրում եմ քեզ, Հայր, ջերմացրա, մտերմացրա ամեն մեկի կապը քո հետ, Հայր, ամեն մեկի անհատական կապը քո հետ, Տեր, թող քո ձայնը, Տեր, լսելի լինի, քո զավակների կյանքի մեջ, Տեր, թող քո առաջնորդությունը լինի, Տեր իմ Աստված, խնդրում եմ քեզ, որպեսզի ամեն սրտերը նորից միաբանես քո հետ, բժշկությունդ կա, Հայր, եւ ամեն պարիսպներ, որ սատանան շարել է, Տեր, որ կառուցել է, որպեսզի կտրի այդ կապը, որպեսզի ցածրացնի այդ կապը, սառեցնի, Տեր, թող այդ բոլոր պարիսպները Հիսուսի անունով քանդվեն, թող կոտրվեն այդ բոլոր պարիսպները, Տեր իմ Աստված, խնդրում եմ քեզ, նորոգություն եւ բժշկություն բեր քո ժողովրդի մեջ, Հայր, քո ժողովրդի մեջ ամեն խաբկանք եւ ամեն սուտ թող բաց թողնի, Հայր, ամեն ինքնախաբեություն, Տեր, թող բաց թողնի քո զավակներին, Հալելույա, Սուրբ Հոգի հպվիր, Սուրբ Հոգի հպվիր, Սուրբ Հոգի քաշիր, քաշիր, ամեն մեկի սիրտը քաշիր քեզ, վերադարձրու քեզ, Տեր, բեր այդ ծարավը, ամեն մեկի կյանքի մեջ նոր ծարավ, նոր թարմություն, նոր փոխհարաբերություն քո հետ, Տեր, քո քաղցրությունը թող իջնի, Տեր, ամեն մեկի կյանքի մեջ, քո քաղցրությունը, Հայր, թող քո ներկայության ուրախությունը գա, Տեր, ամեն մեկի կյանքում, թող քո փրկության ուրախությունը գա ամեն մեկի ներսում, Հալելույա, 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 Սուրբ Հոգի, շնորհակալ ենք, այն ինչ որ դու անում ես, սիրելի Հիսուս, սիրելի Հիսուս, սիրելի Հիսուս, քո լիությունով լիացրու այսօր ամեն մեկին, քո լիությունից լցրու ամեն մեկի կյանքը, Տեր, քո ջրերից լցրու ամեն մեկի կյանքի մեջ, Հայր, հալելույա, 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 օրհնում ենք քեզ, մեծարում ենք քեզ եւ փառք ենք տալիս քեզ, Տեր, հալելույա, ողջ պատիվը ու մեծարանքը քեզ լինի, Տեր Հիսուս, շնորհակալ ենք, օրհնում ենք, մեծարում ենք քեզ, հալելույա, ամեն, ամեն, փառք Տիրոջը